Ես չհպատակվելով, չենթարկվելով ռեժիմի ապարատի այդ բռնաճնշումներին կորցրեցի եւ աշխատանքս, կորցրեցի եւ խաղաղ անդորս։ Երևանի շտաբ բուժօգնության թիվ 4 ենթակայանի բուժակներից է եղել 25-ամյա արցախցի Գոռը։ Գրեթե 4 ամիս առաջ իր խոսքով քաղաքական հայացքների համար ենթակայանի այն ժամանակվա տնօրեն Ռուբեն Գրիգորյանն իրեն ազատել է աշխատանքից մի քանի տարի տևած բռնաճնշումներից հետո։ Երբ որ 2024 թվականի սրբազան պայքարը տեղի ունեցավ, իրենք փորձեցին ինձ որակել որպես աշխատանքի ժամին քաղաքական այսպես գործունեությամբ զբաղվող անձնավորություն, տնօրենը նախ Ռուբեն Գրիգորյանը այդ ժամանակահատվածում ինձ կանչում է իր մոտ, Ռուբեն Գրիգորյանը ինձ ասում է դու ենթակայանում աշխատակիցներին ծեծել ես, անուններ է հնչեցնում, իբրև ստիպել եմ, որ գա Գոռա Քոչարյան վարչապետ կամ Բագրատ Սրբազան վարչապետ, այսպիսի բնույթի, հա, սա ուղղակի ցինիզմի մակարդակից էլ վեր է։ Գոռը չի թաքցնում 2024 թվականին մասնակցել է Սրբազան պայքար անունը ստացած շարժման ակցիաներին, բայց վստահեցնում է, երբեք հավաքների չի գնացել աշխատանքի ժամին։ Գոռի խոսքով ինքը երբեք որևէ մեկի վրա ձեռք չի բարձրացրել, իր կամքը չի թելադրել։ Մինչդեռ ըստ նրա ենթակայանի տնօրենից բացի իր նկատմամբ ճնշումներ են կիրառել նաև վարիչն ու ավագ բուժքույրը։ Սկսեցին քաղաքական բռնաճնշումների ենթարկել աշխատանքի վայրում, ենթակայանի վարիչը եւ ավագ բուժքույրը պարբերաբար ճնշումների միջոցով ինձ միշտ ասում էին, եթե հարկ լինի, կստիպեմ աջակցես Նիկոլ Փաշինյանի։ Գոռի խոսքով աշխատանքից ազատելուց առաջ հերթապահությունների քանակն են կրճատել, զրկել են պարգևավճարներից, ասել են արժանի չես, իսկ իր խնամքին անչափահաս քույր եւ հիվանդ մայր ունի։ Ես պետք է աշխատեի 8 եւ ավել հերթապահություններ, ինձ արհեստականորեն մթնոլորտը լարելով, վախեցնելով, ճնշելով իմ հերթապահությունների քանակը իջեցրեցին 6 հերթապահության։ Եվ բացի այդ, ինձ հասնում էր որպես բանիմաց բուժաշխատող, հասնում էր պարգևավճար։ Իրենք ինձ ինչ են պատասխանում, արժանինքներ չունես, չես ստացա։ Ենթակայանի վարիչն Նունե Հայրապետյանը կեղծիք է անվանում Գոռի մեղադրանքները, վստահեցնում է ինքը չի ճնշել տղային։ Ինքը ամեն ինչ խոսում է, դա չի նշանակում, որ դա ճիշտ է։ Մենք բժիշկներ ենք, մենք չենք զբաղվում նման հարցերով։ Նունե Հայրապետյանը խուսափում է պատասխանել հարցերին, թե արդյոք նկատել է, որ Գոռի նկատմամբ ճնշում կիրառվի աշխատավայրում, հորդորում է դիմել տնօրենին։ Ռուբեն Գրիգորյանը, որին Գոռը մեղադրում է քաղաքական հայացքների պատճառով իրեն հետապնդելու համար, հունիսի 1-ից լքել է շտաբ բուժօգնությունն ու նշանակվել է Երևան բժշկագիտական կենտրոնի տնօրեն։ Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, Երևանի քաղաքապետարանից նրա հեռախոսահամարը մեզ չտրամադրեցին, պնդելով, թե ինչ պետք է նոր տնօրենը կասի։ Ձեր ասած ամենը հերքում եմ վստահաբար։ Հարություն Հարությունյանը մինչև շտաբ բուժօգնության թիվ 4 ենթակայանի տնօրեն դառնալը այդ նույն ենթակայանի փոխտնօրենն է եղել։ Վստահեցնում է քաղաքական հայացքների համար որևէ մեկին աշխատանքից չեն ազատել։ Հերքում է Գոռ Ավրցյանի բոլոր մեղադրանքները։ Ամեն պատասխանատվությամբ ասում եմ, որ տվյալ որոշումը աշխատանքից հեռացման որոշումը նկատի ունեմ։ Որևէ առնչություն չունի Գոռ Ավրցյանի քաղաքական հայացքների կամ քաղաքական գործունեության հետ, ավելին ասեմ, աշխատանքային հարաբերությունները գտնում եմ դադարեցվել է բացառապես Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերով, աշխատակցի կողմից աշխատանքի կարգապահական խախտմանը փաստացի հիման վրա։ Հարությունյանի խոսքով Գոռին աշխատանքից ազատել են անհարկի բացակայությունների համար։ Գոռ Ավրցյանը նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկի համաձայն պարտավոր էր հերթապահության ներկայանալ փետրվարի 24-ին, սույն թվականի փետրվարի 24-ին եւ փետրվարի 28-ին, սակայն փետրվարի 24-ին չի ներկայացել աշխատանքի եւ փետրվարի 24-ից հետո եւս ընդհանրապես չի ներկայացել աշխատանքի եւ աշխատավայր։ Այդ երկու բացակայությունը բավարար է եղել, որ մարտի 3-ին արդեն շտաբ բուժօգնության բժշկի օգնականի հետ միակողմանի լուծարեն աշխատանքային պայմանագիրը։ Գոռի փաստաբանի Լուսիա Ղազարյանի խոսքով աշխատավայրում լարված մթնոլորտի պատճառով հոգեբանական ծանր վիճակում է եղել իր պաշտպանյալը, ինչի հետևանքով բացակայել է։ Ինքը իրականում չի ներկայացել աշխատանքի, ուղղակի այն պատճառով, որ փորձել են աշխատանքի վայրում նեղացնել, այնպես անել, որ ինքը դուրս գա։ Չնայած ճնշումներին Գոռը փորձել է վերականգնվել շտաբ բուժօգնությունում, հույս է ունեցել, որ նոր տնօրենը կընդառաջի, սակայն Հարություն Հարությունյանը դեմ է Գոռին վերադարձնել աշխատանքը, որի կարիքը շատ է զգում։
Ասում է, Գոռը կարող է օրենքով վերականգնել իր իրավունքները, եթե կարծում է, որ իրեն անհիմն են հեռացրել աշխատանքից։ Ես մի քանի անգամ Գոռ Ավրցյանին իր իրավաբանի ներկայությամբ անգամ ասել եմ, որ այս բանը ես Գոռ Ավրցյանին չեմ դիտարկում աշխատանքի ընդունման համար եւ կրկին անգամ խնդրել եմ, ներկայացրել եմ, որ եթե կարծում են, որ աշխատանքից հեռացումը անհիմն է, ապօրինի է, ապա թող դիմեն համապատասխան մարմիններին եւ իրենց իրավունքները դատական կարգով վերականգնեն։ Գոռը դիմել է իրավապահներին, բայց ոչ թե այն պատճառով, որ Երևանի շտաբ բուժօգնության թիվ 4 ենթակայանի նախկին տնօրեն Ռուբեն Գրիգորյանն իրեն ազատել է աշխատանքից, այլ որովհետև ըստ Գոռի հավելյալ հերթապահության համար իրենից կաշառք է պահանջել։ Քրեական գործեր են հարուցված, այդ թվում ես եմ այդ քրեական գործերից հարուցողներից մեկը, որովհետև ինձանից ավել հերթապահություն ունենալու համար ռեժիմի օրոք մեկ հերթապահություն ավել գալու համար 20000 դրամ, այսպես ասեմ, կոպիտ չնչի կաշառք էին ուզում։ Գոռի պնդմամբ Ռուբեն Գրիգորյանի դեմ մի քանի քրեական գործ կա հարուցված, մինչդեռ նրան աշխատանքից չեն ազատել, ավելին, այլ կարևոր պաշտոնի են նշանակել։ Իրենք որպես իշխանամետ որևիցե պատասխանատվություն չեն կրում, ընդհանուր մինչև պաշտոնի բարձրացում է տեղի ունենում։ Զարուհի Իսահակյան, Աննա Գյուվնազարյան, Առաքել Օհանյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։